Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Մարմնի գործերը հավասարազոր են հուսախաբությանը։ Մարմնի գործերը խլում են քո էներգիան։ Դու փորձում ես անել Աստծո գործը։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Այս առավոտ ուզում եմ քարոզել մի ուղերձ, որն անվանում եմ այսպես. դու գործում ես հավանության հիման վրա, թե հավանություն ստանալու համար։ Մի պահ մտածեք դրա մասին։ Արդյոք կարդում ես քո Աստվածաշունչը, արդյոք տալիս ես, արդյոք աղոթում ես, արդյոք գործում ես արքայության համար, որպեսզի ստանաս Աստծո հավանությունը։ Կարծում ես, թե որքան շատ գործես, այնքան շատ Աստված կսիրի քեզ, թե արդեն գիտես, թե որքան շատ է նա քեզ սիրում, ինչի մասին խոսում էինք ամբողջ առավոտ։ Արդյոք իսկապես գիտես, թե որքան շատ է Աստված սիրում քեզ։ Աստված տեսնում է վերջը սկզբից։ Նա ոչ միայն տեսնում է, թե ինչ ես անում հիմա և ինչպես ես գործում հիմա, այլև տեսնում է, թե ինչ ես դառնալու տարիների ընթացքում։ Եվ գիտեք, բոլորիս կյանքը խառնաշփոթի մեջ է, երբ ընդունում ենք Քրիստոսին։ Բոլորիս։ Ամեն։ Ուզում եմ համոզվել, որ միակ անկատար մարդը չեմ այստեղ։ Բայց բարի լուրն այն է, որ Աստված սիրում է քեզ, մինչ դու փոխվում ես։ Եվ դու կարող ես սիրել քեզ և վայելել կյանքը, մինչ փոխվում ես։ Ես սկսեցի սովորեցնել Աստվածաշունչը իմ տանը, Աստվածաշնչյան տնային խմբակում։ Դա տևեց 5 տարի, և եթե չեք նկատել, ասեմ, որ Աստված չի շտապում։ Դա տևեց 5 տարի, բայց ինձ 500 տարի թվաց։ Իմ հյուրասենյակի հատակին նստում էր 25 մարդ, և ես սովորեցնում էի։ Երբ սկսեցի սովորեցնել Աստվածաշունչը, ես նստում էի այնտեղ կարճ տաբատով, ծուխ փչելով բոլորի դեմքին։ Մի ծխախոտին հաջորդում էր մյուսը, և ցնցողն այն էր, որ կարոծություն։ Հիմա բազմաթիվ, այսպես ասած, կրոնական մարդիկ չեն հավատա դրան։ Նրանք չեն հավատա, որ դու կարող ես նման բան անել, և Աստված կարող է օծել քեզ։ Բայց գիտեք, Աստված տեսնում էր այս օրը, հաջորդ տարին և մյուս տարիները։ Ոչ միայն դա, Աստված տեսնում էր իմ սիրտը, և Աստված տեսնում է քո սիրտը, ամեն։ Ես գիտեմ, որ բոլորս ասում ենք, որ Աստված սիրում է մեզ, բայց արդյոք իսկապես հասկանում ենք, թե որքան է նա սիրում մեզ։ Աստվածաշունչն ասում է, որ առաջին պատվիրանն է. սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով, շնչով, մտքով և զորությունով։ Եվ երկրորդը դրա նման է. սիրիր քո մերձավորին քո անձի պես։ Բայց առաջին Հովհաննեսի 4:19-ում ասվում է. մենք սիրում ենք նրան, որովհետև առաջինը նա սիրեց մեզ։ Վերջերս իմ կարծիքով մի լավ գիրք կարդացի։ Այն Աստծո հետ հաղորդություն ունենալու մասին էր։ Եվ դա ներկայացված էր այնպես, ինչպես երբեք չէի լսել։ Այնտեղ ասվում էր. նախ և առաջ, նախքան որևէ բան անելը, աղոթքի և հաղորդակցության ժամին ժամանակ հատկացրու ընդունելու Աստծո սերը։ Սովորաբար ես սկսում եմ նրանով, որ Աստծուն ասում եմ, թե որքան եմ սիրում իրեն։ Բայց ես փոփոխություն եմ կատարել, և դա մի փոքր հակառակ է թվում։ Ես նստում եմ և ասում. ես ընդունում եմ քո սերը։ Ես ընդունում եմ քո սերը։ Դու պետք է փորձես դա, գիտեք, Աստվածաշունչը երբեք չի ասում, որ ինչ-որ բան ստանանք, այն ասում է, որ ընդունենք։ Եվ մենք ասում ենք. փրկություն ստացել ես, ստացար քո ճեղքումը, ստացար քո հրաշքը, ստացար քո բժշկությունը։ Բայց այդ ստանալը մատնացույց է անում մարմնի գործերը։ Դա մատնացույց է անում այն, որ մենք փորձում ենք անել այն, ինչ միայն Աստված կարող է անել մեզ համար։
Այս փոքրիկ ցուցանակը բերել եմ Սենթ Լուիսից, որպեսզի ցույց տամ, որ մարմնի գործերը հավասարազոր են հուսախաբությանը։ Դուք նույնպես կարող եք տեսնել դա։ Մարմնի գործեր, ուզում եմ, որ սա հստակ լինի, մարմնի գործերը խլում են քո էներգիան, դու փորձում ես անել Աստծո գործը։ Եվ Աստվածաշունչը դատապարտում է մարմնի գործերը, Պողոսն ասաց, Աստված ատում է դրանք։ Ամեն անգամ, երբ հուսախաբված եք զգում, ինչ որ մեկը հուսախաբված զգացել է, լավ, ամեն անգամ, երբ հուսախաբված եք զգում, պատճառն այն է, որ փորձում եք անել այն, ինչ միայն Աստված կարող է անել։ Գիտեք, մենք ընդունում ենք Քրիստոսին որպես մեր փրկչի, եւ երբ իսկապես սկսում ենք լսել խոսքը, շատ բաներ բարելավում են, բայց շատ բաներ դժվարանում են, որովհետև երբ ուսումնասիրում ենք խոսքը, սկսում ենք հասկանալ, թե որքան բաներ ենք սխալանում։ Եվ դրանք այն բաներն են, որոնք նախկինում անում էինք եւ որոնց համար չէինք հանդիմանվում։ Ես կարող էի դիտել հեռուստացույցով այն, ինչ ցանկանում էի եւ դրա համար չէի հանդիմանվում։ Միթե ձեզ համար ատելի չէ, երբ 45 րոպե ինչ-որ բան եք դիտում և հանկարծ անպարկեշտ բաներ եք նկատում։ Եվ հասկանում եք, որ չպետք է դիտեք դա։ Երբեմն դժվար է անջատել, որովհետև ուզում եք տեսնել վերջը։ Ամեն։ Այսպիսով մենք իսկապես պատերազմի մեջ ենք, մենք ոչ միայն պատերազմի մեջ ենք թշնամու դեմ, այլև կարծես պատերազմի մեջ ենք ինքներս մեզ հետ, որովհետև երբ ընդունում եք Քրիստոսին, կարծես երկու մարդ լինեք։ Հին մարդ, որը պետք է մահացած լինի, բայց ժամանակ առ ժամանակ հարություն է առնում։ Եվ նոր մարդ։ Աստվածաշունչն ասում է, հանեք հին մարդուն և հագեք նոր մարդուն, այնպես որ մենք շարունակ զբաղված ենք դրանով։ Ես չգիտեմ դուք ինձ նման եք թե ոչ, բայց տարիներ շարունակ ես քրիստոնյա էի, նախքան սկսեցի լրջորեն վերաբերվել Աստծուն։ Գուցե դու այստեղ ես կամ դիտում ես մեզ, դու գնում ես եկեղեցի և անվանում ես քեզ քրիստոնյա։ Մի փոքր զոհաբերում ես, 10 չես տալիս, բայց մի փոքր նվիրատվություն ես կատարում։ Սակայն իրականում լրջորեն չես տրամադրված։ Կարծես մի ոտքդ աշխարհում է, մյուսը թագավորության մեջ, և կիրակի առավոտյան սուրբ ես, երկուշաբթի առավոտյան մեղավոր։ Բայց երբ իսկապես լրջորեն ես վերաբերվում Աստծուն, սկսում ես հավատալ Աստվածաշնչին և համոզվել, որ պետք է անես այն, ինչ այն ասում է։ Հետո մենք այսպես ասած փորձում ենք ինչ-որ բան անել։ Դա դառնում է մեծ խնդիր։ Մենք փորձում ենք փոխվել։ Մենք փորձում ենք ճիշտ վարվել, մենք փորձում ենք բարի լինել։ Ամեն տարի փորձում ենք կարդալ Աստվածաշունչը և չենք կարողանում։ Փորձում ենք աղոթել 10 րոպեից ավելի և կարծես չենք կարողանում մտածել, թե ինչ ասենք։ Փորձում ենք տալ, բայց իրականում ուզում ենք պահել մեր դրամները։ Ես միշտ ասում եմ, ես փորձեցի այնքան, մինչև գրեթե մահանում էի։ Ինչ-որ մեկը գիտի ինչի մասին եմ խոսում, պարզապես փորձեք ջանասիրաբար։ Ես կարող եմ առավոտյան պառկել անկողնում և ծրագրեր կազմել սրբությամբ ապրելու մասին։ Օ Աստված, ես այսօր այնքան բարի կլինեմ։ Ես չեմ ասի որևէ վատ բան։ Ես այնքան քաղցր կլինեմ Դեյվի հետ։ Դա գործում է մինչև այն պահը, երբ վեր եմ կենում և ոտքս դնում հատակին։ Որովհետև այդ ամենում պետք է նկատեք, որ ես Աստծուն ասում էի, թե ինչ էի անելու, բայց երբեք ոչ մի անգամ չէի խնդրում, որ օգներ ինձ։ Հասկանում եք։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Հիշում եմ, երբ նորահավատ էի, գնում էի եկեղեցի և լսում ինչ-որ քարոզ շուրթերի վերաբերյալ։ Այդ ամենը նոր էր ինձ համար, բայց ես գիտեի, որ դա ճիշտ էր։ Այո, իմ շուրթերն ինձ անախորժության մեջ են գցում, ես չափից շատ եմ խոսում, ասում եմ բաներ, որոնք չպետք է ասեմ։ Ես կտրուկ եմ, երբեմն կոպիտ եմ, ես պատասխանում եմ Դեյվին, ես պետք է հնազանդ լինեմ։ Օ, դժվար էր։ Մի փոքր հեշտացել է, բայց դեռ ճանապարհ կա անցնելու։ Հովիվը քարոզում էր շուրթերի վերաբերյալ և ես ասում էի, այո, ես գնալու եմ տուն և բերանս
փակ եմ պահելու։ Հենց այդպես էլ անում էի, ես ոչինչ չէի ասում։ Այն ժամանակ մարդիկ ասում էին. Ինչ խնդիր կա։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Եվ ես մտածում էի, դու փորձում ես ճիշտ վարվել, եւ նրանց դուր չի գալիս դա։ Դու սխալ ես վարվում եւ նրանց դուր չի գալիս։ Մարմինը միշտ ծայրահեղ է, միշտ ծայրահեղ։ Տարիներ պահանջվեցին սա սովորելու համար։ Ես բաց էի թողնում միակ բանը, որի կարիքն ունեի, եւ դա Աստծո օգնությունն էր։ Ես գնալու եմ տուն եւ չեմ ասելու այն, ինչ չպետք է ասեմ։ Ես լինելու եմ ավելի սիրալիր, եւ այլն եւ այլն։ Սակայն Հիսուսն ասաց. առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ես փորձում էի փոխել ինքս ինձ, փորձում էի փոխել Դեյվին, փորձում էի փոխել երեխաներիս, փորձում էի այնպես անել, որ իմ ծառայությունն աճեր։ Հենց հիմա ով կա ձեր ծրագրում։ Դուք գալարվում եք այդ նստարաններին։ Մենք հուշումներ ենք թողնում մարդկանց համար։ Ջոյս Մայերի գրքերն ենք դնում ամենուր։ Բացում ենք ճիշտ էջը, հեռուստացույցի ձայնը բարձրացնում։ Երբ հանկարծակի որևէ խնդիր է առաջանում, երբևէ ասում եք կամ ասել եք. Աստված, ես պարզապես չեմ հասկանում։ Ես տասանորդ եմ տալիս, ամեն առավոտ 2 ժամ աղոթում եմ, ամեն տարի կարդում եմ ամբողջ Աստվածաշունչը եւ ամեն շաբաթ հաճախում եմ եկեղեցի։ Եվ ծառայում եմ եկեղեցում, ես կարգուկանոնի ծառայող եմ, ծառայում եմ մանկասենյակում։ Գիտեք թե ինչ ենք մենք ասում։ Քանի որ ես անում եմ այս բաները, դու պարտք ես ինձ։ Դու պարտք ես ինձ։ Իսկ Աստված ոչինչ պարտք չէ որևէ մեկին։ Մենք արդեն օրհնված ենք, որ շնչում ենք։ Ամեն։ Եթե երբևէ ասել եք դա կամ մտածել եք այդպես, նշանակում է, որ դուք անում եք ինչ-որ բաներ, որպեսզի Աստված ձեզ համար ինչ-որ բան անի։ Դուք չեք անում այդ ամենը, քանի որ Աստված արդեն ամեն բան արել է ձեզ համար։ Ուզում եմ այս առավոտ մի փոքր շրջադարձ տեսնել ոմանց կյանքում։ Ասելով, որ դուք չեք անում ինչ-որ բան, որպեսզի Աստված ձեզ համար ինչ-որ բան անի։ Դուք անում եք դա, որովհետև գիտեք, որ նա սիրում է ձեզ, որ նա բարի է եւ տալիս է ձեզ այնքան շնորհք, որ ապշում եք այն ամենից, ինչ Աստված անում է ձեզ համար։ Դա անհավանական է։ Մենք կսկսենք փրկությունից։ Այս խոսքը ծանոթ պետք է լինի բոլորիս, բայց ես խոսում եմ խոսքի շուրջ մտորելու մասին։ Եփեսացիների 2:8 եւ 9 խոսքեր։ Պարզապես ժամանակ հատկացրեք դրան։ Մենք չափազանց արագ ենք կարդում Աստվածաշունչը։ Մենք կարդում ենք այն քանակի, ոչ թե որակի համար։ Այս խոսքը պարզապես ցնցող է, որովհետև ձրի շնորհքով եք, ձրի։ Աստծո անվաստակելի բարեհաճությամբ, չվաստակած, չարժանացած, փրկված, ազատագրված դատաստանից եւ դարձած Քրիստոսի փրկության մասնակիցները։ Ձեր հավատքի միջոցով, այսպիսով։ Շնորհքը այն գինն է, որ վճարեց դրա համար, եւ հավատքը այն ձեռքն է, որ պարզում է եւ ընդունում այն։ Եվ նույնիսկ այդ հավատքն է Աստված տվել մեզ։ Ամեն մեկին տրված է հավատքի չափը։ Դա է պատճառը, որ մի փոքր անհեթեթ է ասելը՝ դու փրկություն ստացել ես։
Դու ոչինչ չես ստանում։ Դու ընդունում ես։ Դու ընդունում ես, նրանք ընդունեցին Սուրբ Հոգուն, նրանք չստացան Սուրբ Հոգուն, բայց մենք հաճախ ենք այդպես ասում, այնպես չէ, դու ստացար Սուրբ Հոգուն։ Դու ստացար քո ճեղքումը, դու ստացար փրկություն։ Ոչ, մենք պետք է սովորենք, թե ինչպես ընդունենք։ Ինչպես ընդունենք։ Եվ սա փրկությունը ձեզնից չէ, ձեր գործողություններից չէ, ձեր պայքարի միջոցով չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, օրենքի պահանջների կատարումից, որ մեկը չպարծենա։ Դա արդյունքը չէ այն բանի, ինչ որևէ մեկը կարող է անել։ Ուստի ոչ ոք չի կարող հպարտանալ դրանով կամ ինքն իրեն փառք վերագրել։ Բայց ահա թե ինչ եմ ուզում ասել, մենք կարծես հավատում ենք և ընդունում, երբ խոսքը վերաբերում է փրկությանը, բայց ինչպես փրկվում ենք, այնպես էլ պետք է ապրենք մեր կյանքը։ Մի աղջիկ հասկացավ։ Ինչ արեցիք, երբ ընդունեցիք Քրիստոսին, դուք կարծես ասացիք. Ես սպառվել եմ, ես չեմ կարող։ Ես ոչինչ չունեմ քեզ առաջարկելու։ Պարզապես վերցրու ինձ և գործածիր։ Հենց այդպես էլ պետք է ապրեք ամեն օր։ Աստված, ես չեմ կարող անել սա առանց քեզ։ Ես քո կարիքն ունեմ, ես քո օգնության կարիքն ունեմ։ Այո, մենք կարող ենք ինչ-որ բաներ անել, բայց կարող ենք անել դրանք միայն Քրիստոսի միջոցով։ Դուք ասում եք, կան բազմաթիվ անհավատներ, որոնք զանազան մեծ բաներ են անում, այո, բայց նրանք երջանիկ չեն։ Նրանք չունեն երջանկություն։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում նրանցից շատերի կյանքում։ Մեր կյանքում այնքան շատ օրհնություններ կան, բայց այդ ամենը Աստված է տալիս։ Մենք չենք ստանում դրանք, մենք ընդունում ենք դրանք ուրախությամբ և խաղաղությամբ։ Եվ նույնիսկ երբ չունենք դրանք, կարող ենք ունենալ ուրախություն, կարող ենք ունենալ խաղաղություն։ Ես չգիտեմ, արդյոք մենք գիտենք, թե որքան օրհնված ենք։ Աստծո սերն անվերապահ է։ Նրա սերը հիմնված չէ որևէ բանի վրա, որ անում ենք։ Նրա սերը նույնիսկ ինչ-որ բան չէ, որ նա անում է։ Այն հենց նա է։ Աստված սեր է։ Ինչու է Աստված ստեղծել մեզ։ Ես լսել եմ, որ նա ուզում էր, որ ինչ-որ մեկը երկրպագեր իրեն։ Ոչ։ Նա ուզում էր, որ ինչ-որ մեկը սիրեր իրեն։ Ոչ։ Գիտեք ինչու, որովհետև Աստված որևէ բանի կարիք չունի։ Նա ոչ մի բանի կարիք չունի, գիտեք թե ինչու է նա ստեղծել մեզ։ Նա ուզում էր, որ սիրեր ինչ-որ մեկին։ Նա ստեղծեց ձեզ, որովհետև ուզում էր, որ սիրեր ինչ-որ մեկին։ Աստվածաշունչը Եփեսացիների թղթում ասում է, որ նա սիրում է մեզ, որովհետև դա նրա բարի մտադրությունն էր։ Նա սիրում է քեզ, որովհետև ցանկանում է, ոչ թե որովհետև դու սիրո արժանի ես։ Ոչ թե որովհետև ամեն բան ճիշտ ես անում, կան օրեր դու ավելի լավն ես, քան այլ օրեր ինչպես ես, բայց գիտեք, մենք սխալներ ենք անելու մինչև այն օրը, երբ Հիսուսը գա մեր հետևից։ Շնորհակալություն Աստծուն, որ այն ժամանակ մենք կփոխվենք մեկ ակնթարթում։ Միթե լավ չէ։ Այն ամենը, ինչ փորձում էինք անել, հանկարծ կփոխվի։ Մենք կփոխվենք, և ես չեմ կարծում, որ Աստծուն մտահոգում է մեր անկատարությունը։ Նա ընդամենը ցանկանում է, որ մենք շարունակենք աճել։ Քիչ, քայլ առ քայլ, շարունակենք աճել։ Ինչու ենք կարծում, թե Աստծուն լավություն ենք անում, կարդալով խոսքը։ Մենք այն չենք կարդում նրա համար, նա արդեն գիտի այն։ Նա տվեց խոսքը մեզ համար։ Մենք մի փոքր անխոհեմ պետք է լինենք, որպեսզի չնայենք դրան և չտեսնենք, թե ինչ է նա ասում և խոստանում մեզ։ Մենք պարտավոր չենք տալու։ Դուք պարտավոր չեք տալու։
Երբ զոհաբերություն են հավաքում, ուզում են, որ դուք տաք, դուք պարտավոր չեք տալու, դուք չեք գնա դժոխք, եթե չտաք, բայց եթե գիտակցեք, թե ինչ է Աստված արել ձեզ համար, լավագույն միջոցը, որով կարող եք ցույց տալ ձեր սերը Աստծո հանդեպ, ինչ որ մեկի համար ինչ որ բան անելն է։ Եթե ուզում եք իսկապես իմանալ, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ սիրում եք Աստծուն, ապա ինչ որ բան արեք ինչ որ մեկի համար։ Քրիստոնեությունը պարզապես եկեղեցի գալը, նստարանին նստելը եւ ինչ որ քարոզչի ուշադիր նայելը չէ։ Ես գիտեմ, որ ես գեղեցիկ եմ հագնվել, ես քրտնաջան աշխատել եմ դրա համար։ Հիսուսը Պետրոսին ասաց. «Պետրոս, սիրում ես ինձ»։ Պետրոսն ասաց. «Այո, Տեր, սիրում եմ»։ Եվ Հիսուսն ասաց. «Արածեցրու իմ ոչխարները»։ Պետրոս, իսկապես սիրում ես ինձ։ Այո, Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Արածեցրու իմ գառները։ Երրորդ անգամ նա հարցրեց Պետրոսին. «Պետրոս, սիրում ես ինձ»։ Պետրոսը սկսեց մի փոքր անհանգստանալ։ Այո, Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նա կրկին ասաց. «Արածեցրու իմ ոչխարները»։ Ինչի մասին էր այդ ամենը։ Գիտեք, ես հավատում եմ, որ նա ասում էր հետևյալը. եթե սիրում ես ինձ, օգնիր ինչ որ մեկին։ Ամեն օր յուրաքանչյուրդ պետք է աղոթեք եւ փնտրեք մարդկանց, որոնց կարող եք օգնել։ Հիշում եմ, մի անգամ մեր աշխատակիցներից մեկը պատմում էր, որ մեկ այլ աշխատակից տեղափոխվել է մի բնակարան եւ շուրջ 1 տարի է քնում է հատակին դրված ներքնակի վրա, որովհետեւ չունի գումար մահճակալ գնելու համար։ Եվ նա ասում էր, որ աղոթում է նրա համար։ Գիտեք, Աստված ինձ մեկ անգամ ասաց. ինչու չես դադարում խնդրելուց, որ անեմ այն, ինչ ինքդ կարող ես հեշտությամբ անել, սակայն չես ցանկանում։ Եթե Աստված այդպիսի բան անի, պետք է օգտագործի ինչ որ մեկի ֆինանսները, ինչու դա հենց դու չլինես։ Աստված չի տալիս մեզ ֆինանսներ, որ կուտակենք ինչ որ հաշվեհամարի վրա, որպեսզի եթե ապրենք մինչև խոր ծերություն, շատ գումար ունենանք։ Այո, դու պետք է տնտեսես ապագայի համար, բայց անկեղծ ասած, որոշ մարդիկ ասում են, տասանորդը օրենքի ժամանակ էր, եւ հարկ չկա, որ այսօր տասանորդ տանք։ Ոչ, հարկ չկա։ Բայց ես մտածում եմ, որ եթե նրանք կարող էին տասանորդ տալ օրենքի ներքո, ինչ պետք է անենք մենք շնորհքի ներքո։ Տասանորդը կարծես թեթև հպում լինի։ Պողոսն ասում է, որ տանք առատորեն։ Դուք պետք է ուսումնասիրեք այդ խոսքը։ Այն կողմ, վեր, չափից ավելի։ Մի եղեք օրինապաշտ Աստծո հետ նվիրատվության հարցում։ Մի հաշվեք այն, օգտագործեք ամեն հնարավորություն ինչ որ մեկին օրհնություն լինելու համար, լինի դա նրան հաճոյախոսելով, նրա համար աղոթելով, նրան քաջալերելով կամ ուշադրություն դարձնելով նրա ֆինանսական կարիքին։ Իմ աշխատակազմում յուրաքանչյուր բաժնի ղեկավար եռամսյակը մեկ տալիս է այն ծառայողների ցանկը, որոնք իսկապես ունեն լուրջ կարիք։ Եվ մենք ունենք ֆոնդ, որը կոչվում է սերը գործողության մեջ, որտեղ աշխատակիցները կարող են նվիրատվություն կատարել մյուս աշխատակիցների համար։ Այնուհետև, երբ միջոցները չեն բավականացնում կարիքները լրացնելու համար, Դեյվը եւ ես հոգ ենք տանում մնացածի համար։ Ինչ իմաստ ունի օգնելու ամբողջ աշխարհին, եթե չեմ օգնում ինձ շրջապատողներին։ Ոչ մի իմաստ չունի։ Նայեք ձեր շուրջը, լսեք, թե ինչ են ասում մարդիկ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։
Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։